Պարոն Դանելյան, մենք տեղեկացանք նաև, որ այդ օրը գիշերը, որ մարդիկ հավաքվել էին Սամվել Կարապետյանի տան դիմաց ու Նեփցի փողոցի վրա, դրանից հետո ես էլ այդպիսի տեղեկություն ստացել եմ, որ մեքենաները կանգնեցել եւ հարկադրաբար տարել են հատուկ պահպանվող տարածք ու ոնց որ թե տեղեկություն կա, որ մինչև հիմա բաց չեն թողել, դուք ինչ կասեք այս մասով։ Ինձ էլ են տեղեկացրել, որ տասնյակ մեքենաներ տարել են հատուկ պահպանվող տարածք, որևէ բացատրություն չեն տվել, անգամ մարդկանց են իջեցրել մեքենայի ղեկից, որը այդտեղ են եղել մեքենաները, եւ տարել են առանց որևէ բացատրության, մինչեւ այս պահը բացատրություն չեն տվել, որևէ բացատրություն այս հարցով չկա եւ Ձեր անձնական շրջապատից մոտրիմներից կամ ձեր թիմակիցներից մարդիկ կան, որ էլի մեքենաները այնտեղ են, չեն կարողանում վերցնել։ Թեկուզ պատգամավորներ, չգիտեմ, դաշինքի անդամներ։ Պատգամավորների մեքենա իմ տեղեկություններով չկա, բայց մեր քաղաքացիների մեքենաներից կա, ինձ դիմել են եւ մարդիկ հիմա էլ սպասում են, որ խնդրել են ինձ, որ գնան հատուկ պահպանվող տարածք, որպեսզի պարզաբանումներ։ Իսկ ինչ է կարելի, դուք դիմել եք ձեր լծակներով պարզաբանման համար ինչ որ բան ասել եք։ Հենց նոր ահազանգը եղել դրա մասին, ես օգնականից խնդրել եմ գրություն ուղարկել, մարդու իրավունքների պաշտպանին փորձել եմ կապ հաստատել, այս պահին չեմ կարողացել։ Ինքը միջոցառման էր դվինում մի քիչ առաջ։ Չեմ կարողացել կապնվել, որ պարզաբանումները իրենց կողմից ստանամ, զանգել եմ Խուդինյանին, չի պատասխանել, պատրաստում եմ գնալ տեղում բարձելու, թե այս ապօրինությունների միջև երբ պիտի շարունակվեն, այսինքն դուք պատկերացնում եք մարդուն, որը որ ղեկին է, առանց որևէ բացատրության ղեկից իջեցնում են մեքենան, անում, այսպես ասած, պլաշատկա։ Այդ փոսի գայ են տարել, ներքևը։ Գիտեք, որ սփազան պայքարի շրջանակներում էլ առանց որևէ հիմնավորման 6-7 ամիս պահեցին մեքենան։ Հիմա էլի իրավական բեսպրիձել է, ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է տարածքում ինչքան մեքենա կա, տանել Տուգանային հրապարակ, մինչև իր ցուցումը չլինի, այդտեղից բաց չթողել։ Շատ լավ, շնորհակալ եմ։